Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թավթյանն եմ, կարևորը նախամարդ։ Միջադեպ Եվրախորհրդարանում քաղաքացիական պայմանագրի պատգամավորները դեմ են քվեարկել հայամետ հայտարարությանը։ Իրական սպառնալիք, թե ծուղակ առաջիկա ընտրությանն ընդառաջ ընդդիմությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հրավեր Վրաստանից, արգելք Հայաստանից, կաթողիկոսին թույլ չեն տալիս մասնակցել Իլիա II հուղարկավորությանը։ Քրեական պատասխանատվություն Փաշինյանի հասցեին հնչած վատ կոմենտի համար, ահազանգ է հնչեցնում փաստաբանը։ Ինչ վնասներ ունի Քաթարի նավթագազային ոլորտն Իրանի հարձակումներից հետո։ Եվրախորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները չեն միացել Ադրբեջանի իշխանությանն ուղղված կոչին Հայաստանի ներքին գործերին չխառնվելու վերաբերյալ։ Բացի այդ, պատգամավորի խոսքով իշխանական պատգամավորները դեմ են քվեարկել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության մեջ հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթ ներառելուն։ Այդ հայտարարությունը վստահ եմ առաջիկայում այն կհրապարակվի թարգմանված տեքստով, ներառում է նաև մեկ կետ, որտեղ Եվրոպական միությունը նշում է, որ հաշվի է առել noted բառն օգտագործված, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ, ոչ է անում ժողովրդավարությունը ֆունդամենտալ իրավունքները պահպանել եւ այլն, բայց սա համեմատած նախորդ մերժողականությանը, որ փորձում էին ներկայացնել իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ասում են, որ noted նկատում են, որ կան Հայաստանում քաղաքական եւ քաղաքացիական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի եւ իրավապահ համակարգի օգտագործման, քաղաքական նպատակներով օգտագործման մասին։ Պարզվում է, գործող իշխանությունը նաև թույլ չի տալիս, որ կաթողիկոսը մասնակցի Իլիա II հուղարկավորությանը։ Միտրոպոլիտ Նիկոլոս Փաուչաշվիլին հայտարարել է, որ հատուկ հրավեր են ուղարկել ամենայն հայոց կաթողիկոսին մասնակցելու համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հուղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը։ Այդ մասին կառավարությունում խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն կոնկրետ հարցի վերաբերյալ հնչեց անորոշ պատասխան։ Փաշինյանը հայտարարել է, որ հուղարկավորությանը մասնակցելու համար Երևանից Թբիլիսի կմեկնի բարձր մակարդակի պատվիրակություն։ Սակայն Փաշինյանի ճեպազրույցի միայն այս կետը չէ, որ խնդրահարույց էր։ Փաշինյանի ելույթի առանցքում կրկին Հայաստանի անկախության հռչակագիրն էր, Արցախի հարցն ու առաջիկա ընտրությունը։ Նրա խոսքով, եթե իր ղեկավարած ուժը չընտրվի, մինչև սեպտեմբեր տարածաշրջանում կարող է պատերազմ սկսվել։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ Թե շինգշաբթի է եղել կառավարության նիստերի դահլիճում, ապա սուր հայտարարությունների ժամ ճեպազրույցի անկյունում։ Պրոցեսը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից Ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել, հասկանալով, որ իրենց քարտը մարված է, հիմա էլ Ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել։ Եվ որպեսզի պատերազմ չլինի ու տարածաշրջանում խաղաղություն տիրի, Փաշինյանն առաջարկում է ընտրել ՔՊ-ին, քանի որ ընտրության արդյունքում կունենան սահմանադրական մեծամասնություն, որն էլ կերաշխավորի տարածաշրջանային խաղաղությունը։ Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները եւ այդ շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջին ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Փաշինյանը մտահոգված է ընդդիմադիրների պահվածքից, իր իսկ ստեղծած խաղաղության վերաբերյալ նույնպես անհանգստանում է։ Գործող վարչապետը մասնավորապես նշում է, որ ընդդիմադիրները չպիտի խոսեն, որովհետև նպաստում են ինքնիշխանության կորստին։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։
ընդ որում ընտրություններից շատ չանցած մաքսիմալ աշնանը ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտան, հստակ մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Իսկ հետո դիմելով լրագրողներին վստահաբար նշում է, թե նրանց 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է հենց ՔՊ-ի օգտին, հակառակ դեպքում ընդդիմադիր լրագրողները գործազուրկ կմնան։ Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու, սահմանադրության ներածությունից անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին Փաշինյանն այստեղ նոր մոտեցում ունի։ Անկախության հռչակագիրը, ընդ որում հրապարակային տեքստ է, ձեզնից յուրաքանչյուրը դա կարող է կարդալ, վերլուծել եւ կարող է անել նույնիսկ հրապարակային։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչ վերաբերում է Վրաստանի պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի մասնակցության վերաբերյալ հարցին Փաշինյանն անորոշ պատասխան տվեց, հայտարարելով, որ հուղարկավորությանը մասնակցելու համար Երևանից Թբիլիսի կմեկնի բարձր մակարդակի պատվիրակություն։ Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ եւ մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք, այլ ձևաչափերի մասին չեմ կարող ասել։ Իսկ վերջում անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին։ Փաշինյանի խոսքով նման դիմումի անհրաժեշտություն չկա, քանի որ եթե Հայաստանը տեսնի, որ հումանիտար բնույթի օգնություն ցուցաբերելու կարիք կա, ապա ինքը քայլեր կձեռնարկի։ Պատերազմն իրական սպառնալիք է, թե հերթական ծուղակը ընտրությանն ընդառաջ։ Ընդդիմությունն է արձագանքել Փաշինյանի հայտարարությանը։ Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ասել է, Հայաստանում կա մեկ պատերազմի կուսակցություն եւ դա այն քաղաքական ուժն է, որը բերել է պատերազմ ու պարտություն։ Հայաստանում ձեզանից բացի չկա պատերազմի այլ կուսակցություն եւ ձեր հայտարարությունն ամբողջությամբ սուտ է ու դուք դրա մասին լավ գիտեք։ Ես ասում եմ նաև այն քաղաքական ուժերի մասին, որոնք գործում են Հայաստանում։ Թեև նրանց հետ ես ունեմ տարաձայնություններ նաև, բայց այս փաստը պետք է հստակ արձանագրել։ Հայ ժողովուրդը երբեք չի ցանկացել ու չի ցանկանում պատերազմ։ Ըստ իս պատերազմ չի ցանկանում նաև Ադրբեջանի ժողովուրդը, բայց Ադրբեջանի պես վարչակարգերի համար պատերազմները եղել ու շարունակում են մնալ իշխանություն պահպանելու գործիք, ու դուք հիմա եկել մեզ սպառնում եք պատերազմով։ Իսկ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ Փաշինյանը նույն տեքստերն ասել է նաև 2021-ի ընտրությանը, սակայն այս 5 տարվա ընթացքում տեղի է ունեցել 2 պատերազմ։ Փորձում ենք ներկայանալ խաղաղության երաշխավոր, բայց ըստ էության ինքը պատերազմի պարտության երաշխավորն է, որպեսզի մարդկանց վախեցնի եւ կրկին վերարտադրվի։ Ուրեմն լսի Նիկոլ Փաշինյան, պարտության, պատերազմի, դավաճանության, հայրենիք հանձնելու, նվաստացման, զոհերի եւ ողբերգության խորհրդանիշն ես անձամբ դու։ Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրության գնացող ընդդիմությանը մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու համար նշանակում է օգնել Ալիևին մինչև ընտրությունը նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել։ Համոզված է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Մեր ժողովուրդը ցավոք ոչ 2020-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, ոչ 2021-ին, թե իրեն ինչ է սպասում, ու հիմա 2026-ին կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։ Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու եւ խաղաղությամբ սպառնալու նիկոլական ծուղակից։ Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը։ Նա շեշտել է, որ Փաշինյանը իշխանությունը պահպանելու այլ ճանապարհ չունի, քան բնակչությանը վախեցնելն Ադրբեջանի հետ պատերազմի հեռանկարով, Թուրքիայի հետ բարդություններով եւ այլն։ Նա նաեւ ընդգծել է, որ պատերազմը քիչ հավանական է։ Պատգամավորի կարծիքով Փաշինյանն ընտրել է համաձայնելու ճանապարհն այն հարևանների հետ, որոնք չեն թաքցնում իրենց ագրեսիվ եւ ռազմատենչ մտադրությունները։
Երևանում քաղաքացին ավտոբուսից իջել է ու կանգառում մահացել։ Երևանի ավտոբուս ընկերությունը հայտնել է, որ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է։ Այնուհետև կանգառում քաղաքացին կորցրել է գիտակցությունը։ Վարորդը եւ քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին գիտակցության չգալով մահացել է։ Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ ցավոք գնահատվում է ծայրահեղ ծանր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ կլինիկական մահից եւ վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խոր կոմատոզ վիճակ, գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ Արարատի մարզից ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխային սպանելու փորձի համար կասկածվող խորհրդմորը կալանավորել են 2 ամսով։ Հիշեցնեմ, երեխային հիվանդանոց էին տեղափոխել գրեթե մահամերձ։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել նրա սրտի աշխատանքը։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հրապարակ օրաթերթի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այն հարուցվել էր 1.5 տարի առաջ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանն ու նշել, իր կոշտ արձագանքը նորմալ է։ Դուք գրում եք, որ ես իմ կաբինետում ինչ-որ այլ բաներով եմ զբաղված աշխատակցի հետ։ Եթե ես դրան կոշտ չարձագանքեմ, ասեն եզրակացնելու եք, որ նախ ինձ մի կողմ դնենք, չէ՞։ Այսինքն մյուս կողմում կինա, չէ՞։ Մյուս կողմում կինա։ Նախ իր պատվի եւ արժանապատվության հարցը կա։ Եթե դրան արձագանք չլինի, ասենք դուք չեք ասելու, Քննչական կոմիտեի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է օրաթերթի խմբագիրը։ Սոցիալական էջում գրել է, որ իրեն կանչել են քննչական, տեղեկացնելու, որ վարույթը կարճվելու է։ Քննչական կոմիտեում Օհանյանին ասել են, ուզում են կարճել գործը, սակայն սպասում են դատախազության որոշմանը։ Բայց պարզվում է պետք է զգույշ լիներ նախքան վարչապետի հրապարակման տակ մեկնաբանություն թողնելը։ Մեկ վատ կոմենտ եւ քրեական վարույթը պատրաստ է։ Հայաստանում սոցիալական ցանցերում գրած խոսքը կարող է ձեզ հասցնել քննչական մարմին։ Նիկոլ Փաշինյանի տեսանյութերի տակ գրառում արած գոկտատերերը այսօր հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում։ Որտեղ է խոսքի ազատության սահմանը, ինչ ահազանգ է հնչեցնում փաստաբանը, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Facebook-ում երկու օգտատեր Նիկոլ Փաշինյանի տեսանյութի տակ 1 տարի առաջ մեկնաբանություն են գրել ու դարձել մեղադրյալներ։ Մեկի գործը դատարանում է, մյուսինը քննչական կոմիտեում։ Այս խոսքի ռեպրեսիաները մեզ լավ հանգրվանի չեն հասցնելու։ Մեկ շաբաթվա ընթացքում երրորդ դեպքն է հանրայնացվում։ Մեղադրյալի կարգավիճակում հայտնվածներից է Գայանե Մեսրոպյանը։ 1 տարի առաջ նա Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան տեսանյութերից մեկի տակ մեկնաբանություն գրելու համար հետախուզման մեջ է եղել։ Օրերս նոր հաճնում գտել են ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել Գայանեին։ Մինչև Դիլիջանի բաժին հասնելը չգիտեր ինչու են տանում, ինչ հանցագործություն է կատարել։ Մի տարի առաջ եմ այդ գրել, մի տարի առաջ գրածս ինձ երեք են եկել գտել, բռնել, մի տարի առաջ էր այդ գրառումս, մի տարի առաջ, ասма քեզ մի տարի է մենք ման ենք գալիս, ռոզսկի մեջ եմ։ Մարդիկ հետապնդվում են խոսքի եւ կարծիքի արտահայտման համար, ընդգծում է փաստաբան Արմինե Ֆարմանյանն ու նշում, քննչական կոմիտեն, դատախազությունը լծվել են Նիկոլ Փաշինյանի օգտահաշիվներն ու իրեն պաշտպանելու գործին։ Ընտրություններից առաջ իմ գնահատմամբ իշխանությունը այսպես իր ունեցած հարկադրանքի գործիքներն է կիրառում, որպիսի անձանց վախեցնեն իրենց կարծիքը արտահայտելու։ Իհարկե կարծիք կարելի է արտահայտել առանց որևէ, վիրավորանքի կամ առանց որևէ բռնության ենթադրյալ ուրեմն կոչերի, բայց կան արտահայտություններ, որոնք որ գնահատողական դատողություն են պարունակում եւ բռնության կոչերին, հայհոյանքին կամ զրպարտությանը դեմ է փաստաբանը, բայց երբ միայն իշխանության դեմ ուղղված հայհոյանքն է պատժելի, երկրում երկակի ստանդարտներ են սկսում գործել։ Մի հատ քարտը փնկելխին սատկացան են։ Մոտ 3 ամիս առաջ իշխանական Civic լրատվականի ուղիղ եթերում քաղաքացին կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ էր արել։ Դեպքի առթիվ դեռ 2025-ի դեկտեմբերին քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց մեղադրյալ չկար։ Փորձեցինք պարզել քննչական կոմիտեից։ Մեղադրյալ կա արդեն, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
Միջին ծանրության հանցագործություն է, որը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում։ Կան նաև այլընտրանքային պատիժներ, նշում է Ֆարմանյանն ու քաղաքացիների խոսքի ազատության դեմ սկսվածը կոչում քրեական մահակի կիրառում։ Փաստաբանն իրավական համակարգի քայլերը կապում է համապետական ընտրությունների հետ։ Վերանայեն իրենց գործողությունները եւ ուղակի վիճակի պատճառով չսպասարկեն իշխանական այն ցանկությունները, որոնք միտված են քաղաքացիներին վախեցնելու, ռեպրեսիաներին ենթարկելու։ Մեկնաբանություն գրելու եւ մեղադրյալ դառնալու միջև սահմանը նուրբ է, իսկ այդ սահմանը հստակեցնելը արդեն ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Անի Աբախյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իրանի հարձակումները վերացրել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը, ինչը հանգեցրել է տարեկան մոտ $20 միլիարդ կորստի և սպառնում է դեպի Եվրոպա ու Ասիա մատակարարումներին։ Քաթար էներջիի գործադիր տնօրեն և էներգետիկայի հարցերի պետնախարար Սաադ Ալ-Քաաբին ասել է, որ աննախադեպ հարվածների պատճառով վնասել են Քաթարի 14 հեղուկացված բնական գազի գնացքներից 2-ը և գազը հեղուկի վերածող 2 օբյեկտներից մեկը։ Իրանը պատմության մեջ առաջին անգամ ոչնչացրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչ, և ԱՄՆ-ն և Իսրայելը հակամարտության մեջ գործածում են F-35 կործանիչներ։ Օդանավի արժեքը գերազանցում է $100 միլիոն։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 2 անօդաչու է թիրախ դարձել ազգային նավթային ընկերությանն առնչվող օպերատիվ ստորաբաժանումները առաջացնելով փոքր հրդեհներ։ Ըստ մամուլի քարտուղար գնդապետի տուժածներ չկան։ Թասնիմը հաղորդել է, որ իրանական ուժերը հրթիռակոծել են Հայֆայի նավթավերամշակման գործարանը և էլեկտրական ենթակայանը։ Իսրայելական լրատվամիջոցները հաստատել են հրթիռի բեկորների անկման մասին լուրը։ Հայֆայի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Պատերազմի հետևանքով Իրանն ավելի թույլ է դարձել, քան երբևէ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ըստ նրա, Իրանն այլևս չի կարող հարստացնել ուրան և ի վիճակի չէ արտադրել բալիստիկ հրթիռներ։ 20-օրյա մարտերից հետո մենք հաղթում ենք, իսկ Իրանը կրում է ջախջախիչ պարտություն։ Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զինանոցը զգալիորեն սպառվել է և կոչնչացրի, ասել է Իսրայելի վարչապետը։ Իսրայելը չի ստիպել Միացյալ Նահանգներին գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, հայտարարել են Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեդկլիֆը և ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ Ալ Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանում ծավալված պատերազմի համար պատասխանատու է Միացյալ Նահանգները։ Այս պատերազմը մեր պատերազմը չէ, սա ամերիկացի ժողովրդի պատերազմը չէ, ոչ էլ տարածաշրջանի պատերազմը։ Սա Ամերիկայի պատերազմն է, պատերազմ, որն ընտրել է Միացյալ Նահանգները, ասել է Արաղչին։ Այս պատերազմի հիմնական պատասխանատուն, որը մեր տարածաշրջանը ներքաշել է աննախադեպ ճգնաժամի մեջ, Իսրայելն է։ Այս հայտարարությունն էլ արել է Թուրքիայի արտգործնախարար Հակամ Ֆիդանը։ Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, որը ցավոք փլուզվել է այս ագրեսիայի պատճառով, ասել է Քաթարի վարչապետ Մուհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին։ Մենք պետք է հիշենք, որ վերջի վերջո գտնվում ենք նույն աշխարհագրական տարածքում։ Մենք նաև պատմություն ունենք իրանցի ժողովրդի հետ եւ չենք ուզում, որ նման թշնամանք լինի իրանցիների եւ քաթարցիների կամ տարածաշրջանի ժողովուրդների միջև, ասել է նա։ 200 միլիարդ դոլար եւ այս թիվը կարող է փոխվել։ Վատ տղաներին սպանելու համար գումար է հարկավոր, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Մեզ պետք է պատշաճ ֆինանսավորում, ասել է նա։ Աշխարհը, մերձավոր արևելքը, մեր անշնորհակալ դաշնակիցները Եվրոպայում եւ նույնիսկ մեր սեփական մամուլի որոշ ներկայացուցիչներ պետք է մի բան ասեն Թրամփին՝ շնորհակալություն, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Իդեպ վերջին օրերին Միացյալ Նահանգների պաշտոնյաներն անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատել Վաշինգտոնում գտնվող ռազմաբազայի վրա, որտեղ բնակվում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը, գրում է The Washington Post-ը։ Միջադեպը պաշտոնյաներին դրդել է քննարկել Ռուբիոյի եւ Հեքսեթի տեղափոխման հարցը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պայթեցնել Իրանի խոշոր գազային հանքավայրը ԱՄՆ-ի դաշնակից Քաթարի վրա կրկին հարձակվելու դեպքում։ Նախորդին Իսրայելը հարվածել էր Իրանի հարավային Փարս հանքավայրի, աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրի իրանական հատվածին։ Հարվածից հետո Թեհրանը պատասխանել էր պատճառելով մեծ վնաս։
Միայն Դոնալդ Թրամփը կարող է խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանն ասել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ վերջում ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկե մետաղադրամ կհատվի։ Թրամփի նշանակած արվեստի դաշնային հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը։ 24 կարատանոց ոսկե մետաղադրամը կլինի Միացյալ Նահանգների 250-ամյակին նվիրված շարքի մաս։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Կհանդիպենք ժամը 15-ին, առայժմ։